24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչատյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Խոսենք այսօրվա առավոտյան տեղեկացված լուրից, Վիլեն Գաբրիելյանը որոշել է, որ պետք է մանդատը դնի, նա համարում է, որ իր մասնակցությամբ միջադեպը ոչ վայել է падգամավորի վարքին եւ նաեւ ինքնակամ առաջադրվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության առաջիկա ընտրություններում։ Իր որոշման հետ կապված ինչ կարող եք ասել, դա իր որոշումն է եղել, թե կարծում եք Նիկոլ Փաշինյանն է ասել, որ պետք է մանդատը վայր դնի, հերթական նամակն է ստացել։ Գյումրու ընտրության գիշերը իր պահվածքը բացարձակապես անընդունելի էր եւ կարծում եմ կարող էր եւ Փաշինյանի կողմից լինել նման հորդոր եւ ինքը դրան հանգել, բայց հարցը նա է, որ դրանից քաղաքացիական պայմանագիր, падգամավորական խմբակցության որակը չի փոխվում, չի բարելավում, չի վատանում։ Ես կարծում եմ, որ այդ վարքագիծը ինչ որ ցուցաբերում էր պարոն Գաբրիելյանը, շատ ընդհանրական եւ բնորոշ է հիմնական այն կազմին, որը առկա է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներսում եւ եթե կզգաք վերջին ժամանակահատվածում հատկապես նման դրսևորումները շատացել են եւ դա նրանից է, որ 7 տարի իշխանություն լինելուց հետո իրենք հասկացել են, որ կարող են անպատիժ կերպով, անհետևանք կերպով նման վարքագիծ դրսևորել եւ այդ դրսևորումը ոչ առաջինն էր, ոչ էլ վստահաբար վերջինն է լինելու եւ ելի եմ ասում ցավոք սրտի դրանից այդ խմբակցության քաղաքական որակը ոչ բարելավելու է, ոչ վատանա, որովհետեւ ընդհանուր պատկերը հենց այդպիսին է։ Բայց այսպես գովեստի խոսքեր են հնչում Facebook-ում, որ նա համարձակ էր, իսկական տղամարդկային պահվածքը դրսևորեց, մանդատը վայր դրեց։ Ես այդ կարծիքին չեմ, գիտեք, որովհետև եթե դու քեզ այդպես ես պահում, դրանից հետո մանդատը վայր կդնես, թե ինչ կդնես, դու լինելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր, արդեն իսկ քեզ այդպես ես պահել։ Ես չգիտեմ ինչ է դրանից հետո փոխվում, երբ մանդատը վայր դրեցիր։ Միևնույնն է, այդ կադրերը արձանագրվում են, մարդիկ տեսնում են, որ ազգային ժողովի падգամավորը իրեն պահեց այսպես։ Եվ տեսնում ենք, որ իր հետ կային բազմաթիվ այլ ԿՊ ներկայացուցիչներ, որոնք Facebook-ում բոլորին դասեր են տալիս, թե ինչպես է պետք պահել հանրային տիրույթում եւ այլն, բայց չէին կարողանում կանխել այդ վարքագիծը։ Ուստի ես ամեն ինչի արդյունքում միևնույն այն վնասը, որ նա պետք է հասցներ եւ հասցրեց ազգային ժողովի падգամավորի կերպարին, դա անդառնալի հասցված է։ Բայց ամեն դեպքում ուզում է, որ անպայման ԿՊ վարչությունում անդամ լինել։ Սա ինչ է տալու իրեն եւ սա ինչի մասն է խոսքը։ Դա էլ է շատ հետաքրքիր, որ նույն հայտարարության մեջ երկու նման հակասական բաներով է հանդես գալիս, հա, միտեղ ասում է սխալ եմ ինձ պահել որպես падգամավոր վայր եմ դնում մանդատս, բայց այդ պահվածքով հանդերձ ես ԿՊ կուսակցության վարչության մեջ դեռ անելիք ունեմ։ Առաջիկա ընտրություններով է պայմանավորված, որ ուզում է մնալ կուսակցությունում։ Դե բնականաբար այս ամբողջ գործընթացները ինչ տեղի են ունենում Գյումրու ընտրություններ եւ այլն, դրանք բոլորը միտված են 26 թվականի ընտրություններին եւ ես վստահ եմ, որ որևէ առանձին վերցված անհատ չի կարող քաղաքապայմանագիրը ներսից բարեփոխել, որովհետև այն ինչ քաղաքապայմանագիրը իրականացրել է այս 7 տարիների ընթացքում, դա ընդհանուր բնորոշումն է տվյալ ուժի, կուսակցության, իր առաջնորդի եւ մյուս ղեկավար մարմնի ներկայացուցիչների։ Այս իմաստով բարեփոխելու բան այնտեղ չկա, ինչ կա, դա է։ Բայց մի ուշագրավ նա հայտարարություն է ըստ էության անում, ասում է ինձ համար միանշանակ է, որ կուսակցությունը կարիք ունի լրջագույն առողջացման եւ կերպափոխման։ Ես կարծում եմ կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրը կարիք ունի պետռեգիստր ինքնալուծարման թղթեր տալու, այնտեղ հնարավոր չի ոչինչ փոխել, հասկանում եք։ Եթե առանձին դրվագներ մենք վերցնեինք, ասեինք այ կարելի է սա փոփոխել, այս բարեփոխումն իրականացնել եւ այլն, ապա այո, գուցե այդ պայքարը ներքին առողջացման ինչ որ տրամաբանություն կունենար, բայց մենք 7 տարի շարունակ տեսնում ենք, որ որքան քաղաքացիական պայմանագիրը փորձում է ինչ որ բան բարեփոխել, օրինակ ինչ որ ոլորտ է վերցնում եւ փորձում բարեփոխել, այդ ոլորտում էլ ավելի վատ իրավիճակ է ստեղծվում։ Հիմա նույնն էլ տեղի ունեցավ Գյումրիում, հա, ինչքան իրենք փորձում են զբաղվել որևէ խնդրով, այդքան ավելի են խորացնում խնդիրները եւ այդքան ավելի են Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը մխրում
խրճում խնդիրների մեջ։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ հենց падգամավորներն են քաղաքացիական պայմանագրից դա հասկանում։ Այսինքն այս մեջ կան այդ լրջագույն խնդիրները, վեճեր կամ ինչ-որ այլ հարցեր, որոնց մասին չեն բարձրաձայնում, բայց ակնարկում են։ Գիտեք, իրենք դրսևորումներն են տեսնում, իրենք պատճառները ես չեմ կարծում, թե լավ հասկանում են։ Իսկ դրսևորումը հետեւյալն է. քաղաքացիական պայմանագիրը չունի մեծամասնություն Հայաստանի որևէ խոշոր քաղաքում, չունի մեծամասնություն Երևանում, չունի մեծամասնություն Գյումրիում, չունի մեծամասնություն Վանաձորում։ Հասկանում եք, դա նշանակում է, որ իրենք երկու անգամ կարողացել են համապետական իշխանությունը վերցնել կապիտալիզացնելով հեղափոխության արդյունքները, բայց տեղերում փոփոխություն բերել չեն կարողացել։ Դա հեղափոխության ձախողումն է։ Գյումրու ընտրությունները, դրանից առաջ Երևանի ընտրությունները, եթե ապագայում լինեն Վանաձորում ընտրություններ, դրանք պարզապես ի ցույց են դնում, որ հեղափոխությունը երկրում ձախողվել է։ Դա ի ցույց է դնում, որ մի մարդ, ով իրականացրեց հեղափոխություն եւ պետք է ինստիտուցիոնալ փոփոխությունների գնալ պետական ընդհանուր համակարգում, ձախողել է եւ իր գործառույթում որպես վարչապետ եւ իր կադրերի հարցում եւ չի կարողանում որևէ տեղական իշխանություն վերցնել եւ այդտեղ ինչ որ փոփոխություն իրականացնել։ Ի վերջո Գյումրիի նախորդ իշխանությունները դրանք եւս կոալիցիոն քաղաքացիական պայմանագրի հետ իշխանություններ։ Եվ այդ ամենի արդյունքում ունենալով ժամանակավոր պաշտոնակատար քաղաքապետի չկարողանալ ստանալ մեծամասնություն, դա իհարկե խոսում է հեղափոխության ձախողման մասին։ Հիմա այս ամենը իրենց կարծում եք այսպես զարմանքի է բերել, անսպասելի էր իրենց համար այս ամեն ինչը, որովհետև մինչ այդ այնքան համարձակ հայտարարություններ էին անում, ոչ միայն տեխնացուներ, այլ նաև թիմակիցները ասում էին, որ մենք 60-ից ավել նույնիսկ տոկոս ենք ունենալու, նույնիսկ Նարեկ Մկրտչյանը շատ ինքնավստահ էր փարաքարի հարցում, նույնը Գյումրիում էր, Սարիկ Մինասյանի վերջին հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ բավական ինքնավստահ էր։ Ինչ է, իրենք իրականությունից կտրվել են, կարծում եք։ Քաղաքացիական պայմանագրի այդ դատարկ ինքնավստահությունը միշտ է եղել եւ ամենավատը այստեղ հենց այն է, որ հետևություններ իրենք չեն կարողանում անել։ Իրենք հետևություններ անելու ունակությունը չունեն, հետևություն չարեցին, թե ինչու Երևանում քաղաքացիական պայմանագիրը այդպիսի խայտառակ պարտություն կրեց, չնայած նրան, որ հիմա կա փոքրամասնության քաղաքագետ, թե ժողովրդավարական որ կանոնների մեջ է սա տեղավորվում, ես չգիտեմ։ Նույնը վերաբերում է Գյումրիին, նույնը վերաբերում է համապետական խնդիրներին։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը շարունակում է իր արտաքին վարած քաղաքականությունը նույն կերպ ինչ որ իրականացնում էր մինչ այս, որովհետև հետևություններ անելու ունակություն այդ թիմի ներսում չկա։ Ինչ փոփոխություններ պետք է անեն, ինչ ուզում են անեն։ Իդեպ այստեղ հետաքրքիր այս իրավիճակն էլ կա։ Մենք տեսնում ենք Գյումրիում մի իրադրություն, երբ որևէ ուժ պատրաստ չէ իշխանության հետ համագործակցության գնալ, իշխանության հետ կոալիցիա գնալ։ Չկա այդպիսի ուժ։ Դա նշանակում է, որ իրենք այնպես են ներքաղաքական կյանքում ապականել ամեն ինչ, որ որևէ մեկը պատրաստակամություն չունի իրենց հետ համագործակցելու։ Անկամ այն ուժը, որը Երևանյան ընտրություններին կոալիցիա կազմեց, դաշինք կազմեց եւ հիմա էլ կոալիցիայի մեջ են, հա, խոսքը Եվրադաշինքի ուժերի հանրապետության մասին է։ Անկամ իրենք իդեմս Լևոն Բարսեղյանի ասում էին մենք չենք միանալու իշխող ուժին։ Եվ իդեպ ես կարծում եմ, որ իրենք էլ այդտեղ իրենց ձախողումն ունեցան, որովհետեւ Երևանում քարոզչություն էին անում որպես ընդդիմադիր ուժ եւ հետո գնացին իրենց ձայները տվեցին Ավինյանին։ Հիմա Գյումրիում ինչ է սպասվում, ինչ կլինի կարծում եք։ Հասկանալի է, որ ամեն ինչ կախված է Մարտուն Գրիգորյանի որոշումից, բոլորս հասկանում ենք, որ ներգյումրիի այս իրավիճակը փոխադարձ հակամարտությունները տարիների, որոնք եղել են, որոշակի խոչընդոտ են, որ ձևավորվի ընդդիմության շուրջ այդ կոնսոլիդացիան, բայց հնարավոր է այս խոչընդոտները ի վերջո հաղթահարվեն եւ ընդդիմադիր առաջին տեխնացուին ընտրեն որպես քաղաքապետ, բայց գիտեք, այստեղ էլ ես չեմ կարծում, որ բացի նրանից, որ արձանագրվում է, որ իշխանությունը ձայն չունի, մեծամասնություն չունի, միևնույն է, պոզիտիվ արձանագրում ինձ համար շատ դժվար է իրականացնել, որովհետև հիմնական ուժերը, որոնք կարող են մեծամասնություն ձևավորել հիմա Գյումրիում, իրենք ներկայացնում են նախորդից եկած քաղաքական համակարգեր, մարդիկ, ովքեր մշտապես տարբեր պաշտոններ են զբաղեցրել, Գյումրու քաղաքապետ, պատգամավոր Շիրակի տարածաշրջանից եւ այս իմաստով էլ ճիշտ է
սրթովանք է, ասում ենք, որ վերջապես երևաց, որ իշխանությունը մեծամասնություն չունի եւ դա կարող է 26 թվականին ընդառաջ ինչ-որ process հարուցել, բայց միևնույնն է, դրանով մենք չենք տեսնում, որ սկիզբ կտրվի Գյումրիի բարեփոխումներին, ոչ ընդհակառակը քաղաքական ճգնաժամը կխորանա, ընդհակառակը իշխանությունը կսկսի անել գործողություններ, որոնք չեն բխում Գյումրիի շահերից, որովհետև հասկանում ենք, եթե քաղաքապետը իրենցը չէ, ամեն ինչ կանեն, որ այդ քաղաքը որպես այդպեսին չզարգանա, ամեն կերպ կփորձեն քրեական գործերով շարունակել այդ իրենց գործելավոճը։ Այս իմաստով Կարծում եք նման գործընթացներ շարունակվելու են Գյումրիում։ Կալանավորումներ եւ այդ դեպքում ինչ է լինելու։ Դա դարձել է քաղաքացիական պայմանագրի գլխավոր գործիքը ներքաղաքական պայքարում։ Հիմա Այսինքն եթե Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնա, քրեական գործերը այսպես նոր ընթաց կստանան։ Գիտեք, ես ունեմ կալանավորման գործընթացը Հայաստանի նման իրավական համակարգ ունեցող երկրում հնարավոր չի լինել քաղաքապետ եւ չիրականացնել այնպիսի գործողություն, որ չմեղադրվես ինչ որ ապօրինություն գործելու համար։ Մեր համակարգը այդպիսին է, վարչահարություն դու հենց սկսեցիր իրականացնել, մի քանի թղթի տակ ստորագրեցիր, արդեն կարող են քննչական մարմիններից քո դուռը թակել։ Հիմա դա լինելու է եւ պարզ է, որ իրենք էլ իշխանությունն էլ ամեն ինչ անելու են, որ օգտագործեն այս հնարավորությունը եւ այդպես են արել բոլոր համայնքներում եւ ամեն պարտությունից հետո միևնույնն է իրենք փորձում են կրկին այդ թիմ իշխանությունը ուզուրպացնել ուստի այս առումով սա լինելու է եւ բնականաբար սա այդ քաղաքի շահերից չի բխելու։ Այդ մենակ Երևանի դեպքում կարող է այնպես լինել, որ ոչինչ ոչ մեկին մեղադրելու բան չկա, որովհետեւ իշխանությունը իրենցն է։ Բայց Գյումրիի դեպքում այդպես չէր, Վանաձորի դեպքում այդպես չէր, չգիտեմ, Գորիսի դեպքում այդպես չէր։ Դա իրենց գործելավոճն է դարձել, այլ գործիք քաղաքական չունեն, որովհետև քաղաքական հարթության մեջ իրենք անդադ պարտություններ են արձանագրում, բայց իրավական հարթության մեջ, որ միջամտեն ընտրություններին, չգիտեմ, թեկնածուի ազգականներին բերման ենթարկեն կամ կալանավորման տանեն, այս մի բանը իրանք լավ կարող են անել։ Հիմա այս ողջավորությունը, որ կա ընդդիմադիր դաշտում, որ ահա տեսնում ենք ԿՊ-ն պարտվում է, ընդդիմությունն է հաղթում, նույնը եղավ Փարաքարում, Գյումրիում, Երևանի օրինակն եմ բերում, որ կոալիցիայի միջոցով կարողացավ Տիգրան Ավինյանը դառնալ քաղաքապետ։ Սա իսկապես արդարացված է եւ կարող է դա պրոյեկտվել 2026 թվականի վրա։ Կարող է ուռճացված է այս ամեն ինչը։ Ուռճացված կարող է լինել այն պարագայում, եթե մինչև 26 թվականը այդ այլընտրանքը չձևավորվի, որովհետև գիտեք, տեղերում կան եւ եղել են մարդիկ, ովքեր այդ ունակությունն ունեցել են ձայները վերցնելու։ Կենտրոնական իշխանության պարագայում փոքրինչ այլ է, այսինքն Փաշինյանին պետք է ձևավորվի այլընտրանք։ Հիմա խնդիրը ինչու՞մն է, որ այդ այլընտրանքը ինչ որ ձևավորվում է, անընդհատ պտտվում է նախկին քաղաքական համակարգի շուրջ եւ սա էլ եմ ես համարում հեղափոխության ձախողում, որ սերնդափոխություն, նոր մարդկանցի հայտ գալ, այս երևույթը տեղի չի ունենում եւ սա անկախ ին վերաբերմունքից այդ տեխնացուներին, ասենք, չգիտեմ, Վարդան Ղուկասյանին, Մարտուն Գրիգորյանին, անկախ նրանց նկատմամբ ին վերաբերմունքից, իրենք մշտապես եղել են ընտրված падգամավորներ, չգիտեմ, քաղաքապետեր, նոր մարդիկ ի հայտ չեն գալիս, որոնք կարող են այդ քաղաքական առաջնորդությունը իր վրա վերցնել։ Եվ ինչու ի հայտ չի գալիս։ Բայց եկավ Ռուբեն Մխիթարյաններ, որ հայտ ներկայացրեց, կային այլ տեխնացուներ։ Նրանք մնացածը շատ ցածր ձայն ստացան։ Ռուբեն Մխիթարյանին էլ գիտենք աջակցել են բազմաթիվ մարդիկ, ովքեր տիրապետում են որոշակի ռեսուրսների, նախորդ իշխանությունների նոր ուժեր ներկայանում են նոր դեմքեր։ Դե կային, բայց եկեք նախ արձանագրենք, որ երկրորդ, երրորդ տեղերը, այսինքն որոշիչ ուժերը իրենք չէին եւ իրենք էլ կարծում եմ ամենայն դեպս քարոզարշավի ընթացքում այդպես կարող էինք եզրակացնել, որ իրենք օգտվել են քաղաքական այն ռեսուրսներից, որոնք օրինակ ձևավորել էր երրորդ նախագահան։ Դա տեսանելի էր, աջակիցների իմաստով, բայց ես այստեղ չեմ էլ փորձում սրա վրա խորանալ, որովհետեւ ամեն դեպքում այլընտրանքը Ռուբեն Մխիթարյանը չէր, իր ձայնը հիմա չի բավականացնում, չէ՞, Գյումրիում իշխանություն ձևավորելու համար։ Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան հիմնական այս ձայները կրողները եւ 26 թվականին
էլի նույն process-ի տրամաբանության մեջ է լինելու, այսինքն կա մի հատ խոշոր ռեսուրս նախկին իշխանությունների կողմից ձևավորված, մեդիա ռեսուրս, քաղաքական ռեսուրս, տարբեր անձինք, եւ կա իշխանություն, եւ վեճը գնալու է այս երկու բևեռների միջև, եւ սա է, որ ես կարծում եմ, որ հենց այդ տխուր այլընտրանքն է մեր համար, որ հասել ենք այն պահին, որ այլևս ամեն ինչ ընդունելի է միայն թե այս իշխանությունները հեռանան եւ զրկվեն իշխանությունից, բայց այլընտրանքն էլ էլի հին համակարգն է, կամ եթե ոչ հին համակարգը, ապա դրա արդյունքում մնացած տարբեր գործիչներ։ Բայց շատ անգամ մեղադրում են խորհրդարանական ընդդիմությանը, որ պետք է համախմբվել եւ այլն, նույնն էլ 2026 թվականի համար, որ ինչու համախմբված մեկ տեխնացիով հանդես չեն գալիս եւ այլն, բայց այն ուժերը, որոնք ընդդիմադիր են իրենց կոչում եւ խորհրդարանում չեն, իրենք էլ չեն համախմբվում։ Այ որ դուք ասում եք այդ այլընտրանքը չկա, այդ ուժերն էլ կարող են համախմբվել եւ ուժ ներկայացնել եւ ոչ թե առանձին մի քանի հոգանոց կուսակցություններով պայքարել եւ որևէ ձայն չստանալ։ Դե նախ դա էլ այլընտրանք չի լինելու, որովհետեւ այսօր խորհրդարանում ներկայացված է երկրորդ նախագահի ուժը, երրորդ նախագահի ուժը եւ գործող իշխանության ուժը։ Այսինքն այս իմաստով խորհրդարանի 3 ուժերն էլ գործող ու նախկին ուժերն են այս իմաստով։ Միավորման իմաստով մենք տեսնում ենք, որ իրենց մեջ հակասությունները այնքան շատ են, որ արդեն հարց է առաջանում, գուցե իրենք առանձին վերցրած նախընտրում են, որ լինի իշխանության Փաշինյանը, քան թե իրենցից մյուսը։ Էս էլ խնդրի լուծում չի։ Եվ հիմա էլ եթե վերցնենք Գյումրին, էլի պատկերը դարձավ նույնական։ Իշխող ուժը, երկրորդ նախագահի աջակից ներկայացուցիչը եւ երրորդ նախագահի թիմակիցը։ Էլի պատկերը նույնն է։ Ես չգիտեմ, այս պատկերով հնարավոր է գնալ 26 թվականին փոփոխություն իրականացնել, որովհետեւ այս ուժերը որքան էլ ունեն վարկանիշ եւ կարողանում են խորհրդարանում ներկայացվածություն ունենալ, նաեւ ունեն շատ մեծ հակավարկանիշ, որը խիստ կասկածի տակ է դնում մեծամասնություն վերցնելու ունակությունը։ Գյումրիում դա հնարավոր եղավ, որովհետև ի վերջո առանձին իրենք մասնակցեցին, առանձին ձայները ստացան, բայց տեսնենք հիմա ստացվելու է նաև միավորվել միմյանց շուրջ, թե կրկին փորձելու են իրար մեջ բաժանելու արդյունքում էլի զիջել իշխանությունը Փաշինյանին։ Դե ասում են, որ ինչ-որ անձնական հարցեր կան նաև դրա համար է այդքան կաշկանդված Մարտուն Գրիգորյանը։ Ես չգիտեմ, քաղաքական ընտրապայքարի մեջ մտնելուց անձնական հարցեր առաջնային դասելը ինչքանով է Դե ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, բայց ըստ տեղեկությունների այսօր նա պետք է որոշման մասին հայտնի, նշված էր մամուլում, որ բանակցություններ են ընթանում եւ կոմպրոմիսային լուծում են ուզում գտնել Մարտուն Գրիգորյանի անդամներից մի քանիսը կողմ են քվեարկելու Ղուկասյանի տեխնացությանը։ Երբ արդեն պարզ էր, որ իշխող ուժն է մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ Վարդան Ղուկասյանը, ակնհայտ էր, որ երկու բևեռները կան, ակնհայտ էր, որ կամ պետք է աջակցես մյուսին, կամ մեկին։ Այս իմաստով մնացյալ բոլոր ուժերը, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին, պետք է կոնսոլիդանային երկրորդ ուժի կամ ընդդիմադիր առաջին ուժի շուրջ։ Հիմա այս իմաստով մասնակցել է ընտրություններին, բայց ունենալ կաշկանդվածություն ընդդիմադիր տեխնացուին միանալու նշանակում է չկողմնորոշվել ինչ անել։ Այդ դեպքում ավելի լավ է ընդհանրապես ի սկզբանե չմասնակցեին։ Եթե մասնակցել են, ուրեմն քաղաքական տրամաբանությունը բխում է, որ պետք է միանան առաջին տեղ զբաղեցրած ընդդիմադիր ուժին, եթե դիրքավորվել էին որպես ընդդիմություն։ Հիմա ժամանակը ցույց կտա ինչպես է։ Դե բայց ինչ իմանային, որ Վարդան Ղուկասյանը կլինի երկրորդ ընդդիմադիր ուժը։ Ի սկզբանե դա շատ ակնհայտ էր։ Հիմա պարլամենտական ընտրություններին էլ երբ Ռոբերտ Քոչարյանը մտավ մրցապայքարի մեջ, էլի ակնհայտ էր, որ այս երկու բևեռներն են հիմնական, եթե պետք է անցներ երրորդ ուժը, չորրորդ ուժը, ապա այդ երրորդ, չորրորդ ուժը կամ պետք է աջակցեր մեկին կամ մյուսին։ Երբ մասնակցում ես եւ ոչ մեկին չես աջակցում, ձևավորվում է քաղաքական ճգնաժամ, եթե չկա ակնհայտ մեծամասնություն եւ պետք է լինեն կոալիցիաներ։ Այս իմաստով ես կարծում եմ պետք է ընտրություն կատարել կամ ընդդիմադիր իշխանափոխության օգտին թեկուզ տեղական մակարդակում կամ այդ անձնական հարցերը առաջ դասել եւ գնալ, ասենք, արտահերթ ընտրությունների կամ թույլ տալ, որ իշխանությունը եւս մեկ անգամ ուզուրպացնի տեղական իշխանությունը եւ ժամանակավոր պաշտոնակատար նշանակի։ Հիմա կարծում եք իշխանությունը այս հետևությունները որ անի, ինչ քայլեր պետք է ձեռնարկի կամ ինչ քայլերի կդիմեն, այսպես կանխատեսելով։
Իրենք 26 թվականին շարունակելու են նույն կերպ վարվել, ինչ որ արել էին մինչ այս։ Ինչու Փաշինյանը շատ արագ արձագանքեց, հա, նա փորձեց ցույց տալ, որ դե պարտվել է քաղաքպայմանագիրը, ոչինչ, դա իր վարկանիշի մասին չի խոսում, դա չի սպառնում իր իշխանություն լինելու հանգամանքին, փորձեց այդպես դիրքավորվել եւ փորձելու է 26 թվականին հիմնավորել, որ ինքը շարունակում է ունենալ մեծամասնություն անկախ այն հանգամանքից, որ իր տարբեր ներկայացուցիչներ տեղերում կորցնում են իշխանությունը։ Եվ այս իմաստում որևէ գործելակերպ չի փոխվելու, բնականաբար նա համարում է, որ արտաքին օրակարգն է, որ պետք է պահպանի իր իշխանությունը Հայաստանում եւ խաղաղության պայմանագրի այս անհագուրդ ձգտումը հենց դրանով է պայմանավորված, նա փորձելու է դա խաղարկել։ Որպես ձեռքբերում ներկայացնել համաձայնագրի ստորագրումը։ Առնվազն գոնե այդ գործընթացը դա ոչ միայն չի ստացվում, այլև այնքան կույր են այս հարցի նկատմամբ եւ այնքան են փորձում առանց որևէ հանգամանք հաշվի առնելու գնալ սրան, որ նույնիսկ անտեսում են սահմանին հնչող կրակոցները։ Սա մեր համար մի մեծ նորություն էր, որ Պաշտպանության նախարարության համար կարևոր է, որ հակառակորդը չկրակի կոնկրետ մեր դիրքերի կամ բնակավայրերի ուղղությամբ։ Ասում են, եթե թիրախային լիներ կրակը, մենք նոր կարձանագրեինք։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ Պաշտպանության նախարարությունը արձանագրում էր, ասում էր, որ հրադադարի խախտում է եղել, հնչել է անկանոն կրակ։ Հիմա փաստորեն ՊՆ-ն ասում է, որ եթե կրակը անկանոն է, կարելի է դրա մասին անգամ չխոսել։ Ինչու, որովհետև կա քաղաքական տրամաբանություն, կփլուզվի են ամբողջ կեղծ իրականությունը, որը կառուցում են իշխող ուժի ներկայացուցիչները, իբրև թե այս գործընթացը խաղաղության մասին է։ Իսկ Փարաքարի ընտրությունների մասին ինչ կասեք։ Ըստ էության ընդդիմության թեկնածուն հաղթեց։ Այո, ես շատ չեմ ծանոթ Փարաքարի իրողություններին, բայց ակնհայտ տեսանելի էր մինչև ընտրությունները, որ կրկին իրավապահ համակարգի միջոցով ամեն ինչ արել էին, որ վարկաբեկեին այդ հաղթող ուժի ներկայացուցչին եւ մեդիա հնարավոր բոլոր գործիքներով փորձել էին ազդել իր ձայների վրա, տեսանելի էր նաեւ, որ բարձրաստիճան իշխող ուժի ներկայացուցիչներ, նախարարներ իրենց ամբողջ ջանքը ներդրել էին, որ իրենց տեխնացուն որոշակի հաջողություն ունենա, բայց կրկին անգամ մենք համոզվեցինք, որ քաղաքացիական պայմանագրում երկրորդ մարդ չկա, երկրորդ, երրորդ, չորրորդ պաշտոնյա չկա, այդ բոլոր մարդիկ որևէ հարցում, որևէ խնդիր լուծելու ունակություն պարզապես չունեն։ Սա դարձել է մի իշխանություն, որը ունակ չի որևէ հարց լուծելու։ Փաշինյանը դեռ կարող է իշխանության պահպանման հարց լուծել։ Օրինակ, հիմա կարող է հետևություն անեն եւ հաջորդ ընտրություններին որոշեն դաշինքով մասնակցել Արամ Զավենի Սարգսյանի ուժի հետ։ Շատ լավ, դա կարող են փորձել անել, բայց միևնույնն է դրանից ընդհանուր պատկերը չի փոխվում եւ Փարաքարում էլ պարտվեցին եւ կպարտվեն մյուս բոլոր թիմ ընտրություններում, որտեղ մոտեցումը այն կլինի, որ բերեք քաղաքպայմանագրից ինչ որ մեկին առաջադրենք եւ բոլոր պետական ռեսուրսներով փորձենք նրան աջակցել։ Ես կարծում եմ փորձելու են քաղաքական լուծում տալ 26 թվին ընդառաջ, տեսանք, որ Եվրադաշինքը պարտվեց Գյումրիում, դա նշանակում է, որ այնինչ մեզ ներկայացվում էր, որ 50,000 ստորագրությունները դրանք արտացոլում են 60,000 ստորագրությունները արտացոլում են մեր ժողովրդի հավաքական կամքը եւ այլն, մարդիկ ուզում են գնալ Եվրոպա, հիմա փաստորեն Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը մերժեց ընդհանրապես այս օրակարգը եւ օրակարգը ներկայացնող անձանց եւ չգիտեմ որքանով ակտուալ կմնա սա մինչեւ 26 թվականը, բայց փորձելու են այս ուժերի միջոցով որևէ կերպ քաղաքական բալանսը ապահովել, նման կեղծ օրակարգեր առաջ բերել, թե մենք դες տանում ենք Եվրոպա, թե էլ չգիտեմ ինչեր ենք անելու եւ ակնհայտ է, որ այս դրանք բոլորը խաբեություններ են լինելու։ Ի վերջո կարող ենք միջանկյալ նաեւ արձանագրել, որ
երկրորդ ընթերցումից եւ օրենքի ամբողջական ընդունումից հետո որևէ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյա այդպես էլ չողջունեց, որ Հայաստանը կանգնել է եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին։ Որևէ մեկը չողջունեց։ Ինչու՞։ Որովհետեւ լուրջ չեն վերաբերվում, որովհետեւ հասկանում են, որ սա կեղծ եւ ներքին օրակարգ է քվեներ կորզելու համար եւ իշխանությունը փորձելու է այս կեղծ օրակարգը շարունակել սնուցել, որովհետև շատ գործիք էլ չի մնացել ներքաղաքական պայքարում որևէ հաջողություն արձանագրելու համար։ Հիմա Փաշինյանը այս ամեն ինչից կարծում եք ինչ հետևություններ է արել կամ ինչ քայլերի պետք է գնա, որովհետև ակնհայտ է, որ իր թիմում խնդիրներ կան, մարդկանց վստահությունն է նվազել, ձախողում են, նաև կառավարումը որոշ համայնքներում եւ սա իր համար փաստորեն անակնկալ է, կարելի ասել։ Թեև ինքը հայտարարություն էր գրել, որ ժողովրդի կամքը կարևոր է եւ այլն, բայց ամեն դեպքում նա հասկանում է արդեն, որ խալխալվում է իշխանությունը եւ վերընտրվել է դժվար է դառնում։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը համարում է, որ ինքը միայնակ էլ առանց իր բյուր թիմակիցների կարող է 26 թվականի ընտրություններին հաջողություն ունենալ, բնականաբար կապ չունի ով կլինի թիմում, կարևորը ինքը բացարձակ կապ չունի եւ այդ մասով ես համաձայն եմ, այսինքն ինքը ձևավորել է այնպիսի թիմ, որոնց արկայությունը կամ բացակայությունը ոչինչ չի փոխում։ Հիմա եթե падգամավորների 90%-ը իշխող ուժի վայր դնեն մանդատները, այն մյուս ներկայացուցիչները ցուցակի հետևից գան, դրանից ոչինչ չի փոխվելու իր կյանքում, իր վարկանիշի հարցում, բառացիորեն ոչինչ։ Եվ ինքը կարծում եմ սրելու է ներքաղաքական պայքարի թեմաները եւ կարծում եմ էլի նույն թեման է լինելու, որ նախկին ուժերը կվերադառնան, որպեսզի չվերադառնան, եկեք միավորվենք եւ տեսեք, փաստորեն Գյումրիում իրենք հենց այս օրակարգով էլ մասնակցեցին 7 տարի անց հեղափոխությունից հետո եւ այդ օրակարգը Գյումրիում չաշխատեց։ Փաշինյանը գնաց նույնիսկ նախապես դեռ քարոզ արշավը չէր մեկնարկվել, ինքը գնաց նորից նախկիններից խոսեց, ամեն դեպքում ուզեցավ իր այսպես գործոնը կարևորել։ Իր բուրըն ելույթներով փորձեց սրել իրադրությունը, որ նախկին իշխանություններն են իրենց վերջին կռիվն են որոշել տալ եւ հիմա եւ դրանից հետո ազգային ժողովում սրեց իր ռետորաբանությունը, հա, էլի պատերին կտամ, չգիտեմ, ինչ կանեմ։ Հարցը գիտեք որն է, որ ինքը սրելուց հետո դրանից բան չի ստանում, այսինքն մարդկանց համար այլևս այս թեմաները անցալելի չեն, բայց մյուս կողմից շատ ակնհայտ է, որ ինքը մրցում է նախորդ քաղաքական համակարգի հետ եւ շատ ակնհայտ է, որ 7 տարի անց իշխանափոխությունից հետո այս նախկին քաղաքական համակարգի խնդիրները ինքը չի կարողացել լուծել, այսինքն ինքը անդադ մեղադրում է թալանի մեջ, բայց այդ 7 տարվա ընթացքում այդ թալանի հարցը չի լուծել եւ սա է հենց մեծագույն ձախողումը հեղափոխության։ Հիմա երբ դուք ասում եք Փաշինյանը իր դեմքով կներկայանա եւ նա կարծում է, որ կապ չունի իր կողքը ովքեր են, կարևորը ինքն է։ Այսինքն նա կարծում է, որ թիմի ձախողումները դա իրեն չեն վերաբերում, իր վարկանիշի վրա բացարձակ չեն ազդում եւ ինքը կարողանում է հասարակությանը համոզել, որ ինչ անի անհաջողակների թիմ է, ինքը պայքարում է, դատավորներն են սխալվում, չգիտեմ, իրավապահ համակարգն է թերանում, ինքը ուզում է բարեփոխումներ անել։ Այո, կարծում եմ հիմնական բանը սա է վերցնելու, որ թիմը իրեն չի աջակցում, թիմը չունի այն ունակությունները, որ իրեն աջակցի եւ թիկունքից անդադ հարված է հասցնում եւ բնականաբար թիմի տարբեր ներկայացուցիչների այդ ընթացքում կփորձի, այսպես ասած, զոհաբերել եւ ես չեմ կասկածում, որ ինչ որ պայծ դա կհասնի նաեւ Երևանի քաղաքապետ Ավինյանին, որովհետեւ քաղաքում էլ խնդիրները շատ են եւ յուրաքանչյուր մարդ, որ ասոցացվում է Փաշինյանի հետ, երկուստեք է, հա, համ իր բացասական գործողություններն են նվազեցնում Փաշինյանի վարկանիշը եւ Փաշինյանին է հակառակը։ Օրինակ ես կարծում եմ, որ Սարիկ Մինասյանը կարող էր շատ ավելի մեծ հաջողություն ունենալ, եթե չներկայացներ քաղաքացիական պայմանագրին եւ նա փաստացի վերցրեց ՔՊ-ի այդ ամբողջ բացասական բեռը եւ այդ վարչական ռեսուրսն էլ չօգնեց այնքան, որ նա կարողանա մեծամասնություն ստանալ։ Եվ սա է հիմնական տրամաբանությունը, այսինքն Փաշինյանի բացասական քաղաքական բեռը շատ մեծ է, բայց մյուս կողմից
մեծ է նաև դիմացինի քաղաքական բեռը, ով փորձում է մտնել ընտրապայքարի մեջ եւ հատկապես եթե կրկին հաշվի առնենք, որ նույն պատկերն է պարլամենտական ընդդիմություն եւ պարլամենտական իշխանություն, նույնը պրոյեկտվեց Գյումրիի վրա եւ նա անընդհատ կարողանում է հիմնավորել, որ իմ դեմ պայքարում են նախկինները եւ այդ պայքարի մեջ ինքը կհաղթի թե կձախողի, միևնույն է ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ մեր քաղաքական համակարգը ձախողված է դրանով։ Եվ մեղավոր է դուրս գալու վերջում միշտ թիմը եւ ոչ թե ինքը։ Բայց դա կաշխատի արդյոք մարդկանց մոտ կարծում եք։ Դա 26 թվականին կերևա։ Թե Նիկոլն ինչ անի, թիմն էլ է անհաջողակ, ընդդիմությունն էլ մի կողմից, սա կաշխատի կարծում եք։ Սա ես չեմ կարծում բացարձակ աշխատի, որ նա 26 թվականին միանշանակորեն կարողանա իշխանություն վերցնել, բայց ինչ որ ուժերի հետ, օրինակ Եվրադաշինքի ուժերի հետ, ես կարծում եմ, որ նա կփորձի ավելի սերտ աշխատանքներ տանել, որովհետև մենք տեսնում ենք, որ Արամ Սարգսյանը ունի որոշակի առանձին վերծված վարկանիշ, որովհետև մարդկանց այսքան ժամանակ հաջողությամբ համոզել է, որ իրենք երկիրը տանում են եվրոինտեգրացիային, մանավանդ այդ հակառուսականության ալիքը ջատագով որպես Արամ Սարգսյանը կվերցնի առանձին այս ձայները եւ կփորձի դա միացնելով քաղաքապայմանագրի ձայներին կրկին միասին կոալիցիայի եղանակով պահեն իշխանությունը, ինչպես արեցին Երևանի պարագայում։ Սա էլ կաշխատի թե ոչ ժամանակը ցույց կտա, ես այն կարծիքին չեմ, որ բացարձակ սա իրատեսական սցենար չի, ոչ իրատեսական է եւ պետք է քաղաքական ուժերը այլևս այդ մանր առանձին մասնակցելու մոտեցումները թողեն եւ որոշակի համախմբվածություն ցուցաբերեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչակյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։